Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Ռեբեկան գալիս է Վահեի տուն և դռան հետևից պատահաբար լսում Արամի ու այն հանցագործի խոսակցությունը, ով ցանկանում էր բռնի ուժով Ռեբեկային ստիպել ասել գումարի տեղը։ Արամը նրան ասում է, որ այս տանը հաստատ գումար չկա և որ Ռեբեկան էլ կապ չունի այս ամենի հետ։ Իսկ այդ տղան Արամին պատասխանում է, որ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչու են նա այստեղ։ Նրա նպատակն է Ռեբեկայի սիրտը շահել ու փողերը իրենով անել։ Ռեբեկան այս ամենը լսելով շոկի է ենթարկվում։ Չէ, այնպես չէ, որ նա հրաշալի կարծիք ուներ Արամի մասին։ Ռեբեկան ամեն դեպքում իրեն հեռու էր պահում նրանից, բայց այն, ինչ Ռեբեկան լսեց, անցնում է բոլոր սահմանները։ Հենց այդտեղ էլ Ռեբեկան որոշում է, որ Արմանը ինչ-որ երկար մնաց Վահեի տանը և ճիշտ ու արդար կլինի, եթե Արամը հավաքի իր ճամպրուկն ու հեռանա այդ տանից։ Արամը փորձում է արդարանալ, ասել, որ նման բան չկա, սակայն Ռեբեկան նույնիսկ չի էլ լսում Արամին և դուրս է շպրտում նրան։ Սառան էլ գոռին վերջնական մերժում է և ասում, որ այլևս չկա իր աշխատանքի վայր ու տակն ու վրա չանի իր ներաշխարը։ Ասում է, որ ինքը երբեք չի անցնի իր ինքնասիրության վրայով ու չի հաշտվի, որովհետև գոռը արդեն մի անգամ լքել էր նրան և Սառան խոստացել էր, որ դա առաջին ու վերջին անգամն է լինելու։ Մի խոսքով, Սառան տալիս է իր վերջնական պատասխանը, իսկ գոռը այլևս չի գալիս հաջորդ օրը։ Այս պատմությունից ուրախ է միայն մեկ մարդ, դա Արսենն է, Սառայի պրակտիկանտը։ Նա սկսում է հետաքրքրվել, թե որն է պատճառը, որ Սառայի նշանածը այսօր չի եկել նրան տուն ճանապարհելու։ Սառան էլ ինչ-որ բաներ է հորինում Արսենին համոզելու համար, իբր իր և գոռի մոտ ամեն ինչ կարգին է։ Նարինեն ու Դիանան էլ հանդիպում են Նարինեի պահանջով։ Վերջինս Դիանային տանում է Ամայի տեղ, որպեսզի խանգարողներ չլինեն, և պատրաստվում է իր ասելիքը ասել նրան։ Դիանան խառնվում է իրար, թե ինչի համար է այս խորհրդավոր վայրը, ինչ նպատակ է հետապնդում Նարինեն, բայց Նարինեն կարծես այն վախկոտ, միամիտ ու հիմար կինը չէ, որ նախկինում էր։ Ուստի տեսնենք, թե ինչ անակնկալ է նա պատրաստել Դիանայի համար։ Հարգելի հետևորդներ, իսկ դուք ինչ եք կարծում, ինչու է Նարինեն հանդիպել Դիանային։ Միգուցե նա պատրաստվում է սպանել Դիանային։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Նայեք, հրնայեկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են Ռեբեկան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դե մեծ դուրս կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ գոռն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ,
դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների, նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Աստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս դրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ, Սոմիշնի գրուպան չգիտեմ որ կողմա գնացել։ Ու հիմա գնում եմ իրանց խնդրելու։